Գույների բազմազանությունն ու մարդու անհասանելի ներաշխարհը Սերո Սողոմոնյանի կտավներում։ Նոթատետրում նախ ուրվագծում է, ապա տեղափոխում կտավին։ Նկարիչը նշում է արվեստի հետ հանդիպումն ու մտերմությունը վաղ տարիքում է եղել։ Մատիտի հետո արդեն վրձնի հետ երկխոսությունն անփոխարինելի է դարձել իր կյանքում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջում։ Ընդունվեցի գեղանկարչության ֆակուլտետ, երկրորդ կուրսից իրարվեցի մասնագիտության վրա, բառեսովորի իմաստով։ Այդ առաջին կուրսում դեռ փոքր էի, 14 տարեկան, այդպես չէի հասկանում, բայց երկրորդ կուրսում արդեն սիրահարվեցի ու հասկացա, որ էս իմ գործն է։ Ու տեղից սկսեց արդեն կրթություն, հետո արդեն կարիերա։ Կիրառելով ակադեմիական հմտություններ, նկարիչը բացահայտեց մի նոր աշխարհ, գտավ իրեն բնորոշ ոճն ու ստեղծագործում է այնպես, ինչպես ձեռքն ու վրձինն են թելադրում։ Առհասարակ ստեղծագործականությունը ինքնառեալիզացվելու մեթոդ է։ Իսկ ինքնառեալիզացվում են մարդիկ այն դեպքում, երբ որ շատ ազնիվ ձեռագիր ու շատ ազնիվ լեզու ունեն։ Իսկ ազնվությունը միշտ չի, որ ակադեմիական ֆորմատի մեջ տեղավորվում է։ Ու ամբողջական միտքը ամբողջապես ներկայացնելու համար ու ամբողջապես ռեալիզացնելու համար շատ կարևոր էր ոչ ակադեմիական ու ոչ կլասիկ մոտեցումներ ցույց տալ կերպարվեստի մեջ ու իմ արած առհասարակ աշխատանքների մեջ։ Նկարում է ամեն ինչ, օգտագործելով հնարավոր ու անհնար բոլոր մեթոդները, շոյելու արվեստասերի աչքն ու թափանցելու նրանց հոգիները։ Նոր շարք է սկսել, նվիրում է կանանց։ Միամսյակին ցուցադրել չի հասցնի, բայց կարծում է, որ կնոջը պետք է ամբողջ տարին մեծարել։ Գլուխների փոխարեն, ֆիգուրների գլուխների փոխարեն լայմեր են, ընդգծելով կնոջ թթվայնությունը, մի քիչ բարդությունը, բայց դրա հետ մեկտեղ իր էսթետիկան ու գեղեցկությունը առհասարակ։ Իսկ կնոջ մարմինները ոչ թե ստատիկ ֆիգուրաներ են, օրինակ մեր կնոջ կամ կիսամեր կնոջ, այլ սկոտչով փաթաթված կանացի ֆիգուրներ են, որի միջից մարմինը անեանում է ու մնում է մենակ այդ ֆիգուրատիվ սկոտչը հենց իր տեսքով։ Սերոն խոստովանում է, գրեթե բոլոր նկարներում ենթագիտակցորեն օգտագործում է սևը, կարմիրը եւ սպիտակը, դրանց բոլոր երանգներով, բայց հենց առաջին պլան է մղվում գիտակցությունը, կիրառում է նաեւ ներկապնակի մյուս գույները։ Նկարիչը կարևորում է գաղափարի հետ արվեստասերին նաեւ էմոցիա փոխանցելը։ Կերպարվեստը մնայուն աշխատանք է, պետք է հաշվար կանել, ենթագիտակցություն, որ 100 տարի հետո նայողը էլի զգա այն, ինչ որ դու ուզել ես այսօր ասել։ Սերո Սողոմոնյանը պատրաստվում է հերթական մեծ ցուցահանդեսին, որում կներկայացնի ոչ միայն կանանց հետաքրքիր կերպարները, այլև կլինեն աշխատանքներ, որոնք կպատմեն սիրո, ներքին անհամաձայնությունների ու պոռթկումների մասին։ Յուրա Վահանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։